Տիկին Գրիգորյան ուժեղ Հայաստան դաշինքը որոշեց այսօր լքել ազգային ժողովը եւ չմասնակցել նիստին։ Հայաստան դաշինքն ինչ որոշում ունի։ Հա, մենք էլ նիստերին, ինչպես տեսնում եք, այնտեղ չենք ներգրաված չենք լինելու այս քննարկումներին, բայց դեռ շենքում ենք, որովհետեւ կարող են շատ արագ քննարկումներն ավարտել եւ քվեարկություն նշանակել, ամեն դեպքում շենքում կմնանք, բայց նիստերի դահլիճ չենք մտնի, որովհետեւ իսկապես աննախադեպ է, երբ որ դու չունես խոսքը փոխխոսնակի մասին է, երբ որ դու չունես իրավունք անդադար մեկնաբանելու, հո քաղաքական մեկնաբաներ չէ։ Հիմա ստեղ է խանգարվել։ Մենք նիստերի դահլիճում չենք լինելու, բայց դեռ շենքում ենք։ Տիկին Գրիգորյան, ընդհանուր իրավիճակը ինչպես կգնահատեք, Դավիթ Ղազիմյանը ասաց, ընդհանրապես ասել է, ասա օրենքով կանոնակարգով նախատեսված է, ինչից հետո է լարվել իրավիճակը։ Տեսեք, նույնիսկ իմ խոսելու ժամանակահատվածում, այսինքն ես իմ ելույթն եմ ունենում, փոխոսնակը իրան իրավունք է վերապահում ինձ ընդհատել եւ ինչ որ հարցադրումներ հնչեցնել։ Կամ դրանից հետո մի ամբողջական ելույթ է ունենում փոխոսնակը, այո, կարող է արտահերթ ելույթով հանդես գալ, այսինքն դուրս գալ եւ ամբյոնից ինչ որ բան ուզի, ասի, sense դարել է քաղաքական մեկնաբան։ Ամեն ելույթից հետո ինչ որ մեկնաբանություններ են անում, որի լիազորությունը կանոնակարգ օրենքի ուղղակի չունեն։ Եվ մեր դիտարկումները դեռևս նախորդ նիստից են, որ չունեք այդ լիազորությունը, ձեզ պիտի թույլ չտակ անել բաներ, որոնցով լիազորված չեք, արժեք կանոնակարգի համաձայն, ընդհանրապես սա էր։ Եվ ես կարծում եմ, իհարկե աննախադեպ էր, այսինքն ընդհանրապես նրա համար, որ դու իրավունք չունես այսպես խոսելու, արդեն ՊՊՑ-ներ գրավել, սա ուղղակի խայտարակություն է, բայց ես հուսով եմ իրենց համար դաս կլինի, որ այսուհետ որևէ ձև ոչ падգամավորի խոսքին միջամտեն ելույթ ունենալուց եւ ոչ էլ падգամավորի խոսքը ուղղակի սկսեն մեկնաբանել։ Ու մեկնաբանելը բավականին մեծ ելույթ է ստացվում, էլի սովորական ռեպլիկ չի, որ մտածես մի բառ ասացին անցան, չէ, մի մեծ ելույթ են անում։ Այսինքն դուք եք մասնակցելու այսօր նիստերին, հա, ներողություն խնդրում, նիստերին չենք մասնակցի, մի քանի անգամ ասեցի, արդեն կներեք, հա, նիստին չենք մասնակցի, բայց դեռ շենքում կմնանք, որտեղ միգուցե եւ քվեարկություն նշանակեն, այսինքն փորձեն արագ ավարտին հասնել, քվեարկություն նշանակել, դեռ շենքում կլինենք։ Շնորհակալ եմ։ Բայց դա